Հիմա նոր լսում եմ Քոչարյանին, ասում է դե Փաշինյանը բան արել են, ինչա ինքն է խնդրել գնացել Պուտինի մոտ, ընդ հանդիպի, որ սաղին ցույց տա ես Ռուսաստանի հետ եմ, Ամերիկայի հետ եմ, Եվրոպայի հետ եմ։ Ասում է փոքր երկրի ղեկավարը պետքա չակլորանա։ Բա ինչ անի Քոչարյան, պետքա գնա ակլորի մոտ քո նման հավի պես պպզի առաջին, հա? Թե մենակ սեփական ժողովրդիդ առաջին պտի ակլորանաս արա, հա? Սեփական ժողովրդին է իր ակլորացել, խորհրդարան է իր կոտորում, մարտի մեկ է իր անում, զորքեր է իր բերում, այդ սեփական ժողովրդի հանդեպ կարաս ակլորանաս, ուրիշ երկրների ղեկավարների առաջին պետք է հավի նման քեզ պահես, հա? Ղեկավարը պետք է տենց լի այ հավ։ Դաշնակներ լսում եք ձեր ղեկավարին, թե չէ։ Հա? Դաշնակներ լսում եք ձեր ղեկավարն ինչ ասում։ Պետք է ուժեղ հզոր երկրների առաջ կզած լինես։ Նրանց առաջ ակլորանալը պետք չի ասում։ Պետք է կզած լինես։ Ոնց որ դուք եք կզել Օսմանյան իմպերիայի առաջին, հիշում եք դաշնակներ։ Ինչի հասակ։ Կզածներին այդ եք կզացնում են։ Վայ Քոչարյան, արա, սա ոնց երես ունի, սա մարտի մեկից հետո, արա ես հազարմանում եմ են հայի վրա, որ մարտի մեկից հետո, այդ հայը նորից սրան պտի իշխանության բերի, ես այդ հայից զարմանում եմ, այդ հայը, նա իրա ռեխեմ պտի ինդի զոհվեր, երևի, որ ինքը այդ բանը չաներ, իրա կինը, իրա ամուսինը, իրա ծնողը պտի ինդե մարտի մեկին զոհվեր, որ այդ հայը այդ բանը չաներ, հա? Գնացեք ընտրեք։ Ես ձեզ խոսք եմ տալի, որ դուք դաշնակներ, այ հենց այդ Քոչարյանի պատճառով խորհրդարան էլ չեք մտնելու, խոսքս հիշեք։ Դուք մեծ հույսեր եք կապում, չգիտեմ ինչերի հետ, բայց մոռացեք։ Չի լինելու։